այսօրվա իրավիճակում ոնց դիտարկում ենք, ազգային պետականամետ ղեկավարությունը, կառավարությունը կյանքում իրեն թույլ չէր տա, որ նմանատիպ օրինագիծներ մտնեին ազգային ժողով քննարկվեին։ Քանզի հասկանալով, որ մենք Արսեն ջան, դրա համար ասացի, մեր իշխանությունը չկա, մենք ունենք թուրքական ներկայացուցիչ։ Այո, այսինքն նաև ես ասում եմ այն հասարակության համար, ովքեր մեզ նայում են, պետականամետ, որ իրանք շեշտում են այդ բառը միշտ, մենք պետականամետ կառավարություն ենք։ Պետականամետ կառավարությունը կյանքում նման օրինագիծներ մտքով չի էլ անցկացնի, քանի տարի պատերազմի մեջ է։ Լինելով պատերազմի մեջ եւ բանակը կրճատեն տարբեր, չգիտեմ, նախագիծներով, օրինակ բերեմ նաեւ պատերազմից անմիջապես հետո բանակին ատեստավորում հայտարարեցին, որ պետքա զինծառայողները ատեստավորում տան։ Առաջիններից մեկը ես էի, որ այն վաղ գոռում գոչում էի, դա բանակի կուլտուրական կրճատումն է, որովհետեւ եթե ստեղ կան ծառայած մարդիկ եւ կփաստեն, եթե մեկ փուլ գոնե 6 ամիս այդ զինվորը չի զբաղվել մարտական պատրաստականությամբ, իրան մենք հյուծել ենք, ինքը եղել է պատերազմի մեջ, խրամատակ հանդե, կռիվ արել, չգիտեմ, մարտական հերթապահություն ա տարել եւ մենք միանգամից դիրքերից իջացնում ենք եւ ասում ենք դուք պետք է հանձնեք որակավորում, դա դառնում է բանակի կրճատում։ Մարդիկ կան, ովքեր որ չեն եղել այդպես առաջնագծում, իրանք հանձնում են որակավորում, իրանք ստանում են բարձր աշխատավարձ, այն մարդը, որը որ երկար տարիներ Հայաստանի Հանրապետության համար գիտակցաբար, որ ամեն անգամ իր հետ ինչ կարող է պատահի, այդ մարդը գտնվել է մարտական հերթապահությունում, կատարել է ինժեներական աշխատանքներ, մարտական հերթապահություն, չգիտեմ, SN-ն, ինքը չի ստանում աշխատավարձը բարձր եւ թողնում բանակից հեռանում է։ Դա ամոթ է։ Հիմնականը ես սա կուզեի ավելացնել, որ Հայաստանի Հանրապետությունում չկա ազգային, չկա պետականամետ իշխանություն։